Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համոզմամբ ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի։ Վրացական երկաթուղով Ադրբեջանից դեպի Հայաստան, նախ ղազախական ու ռուսական ցորենի, ապա նաև ադրբեջանական բենզինի ներկրումից հետո հայկական կողմը Բաքվին առաջարկում է առևտրաշրջանառությունը ուղիղ կազմակերպել։ Ես կարծում եմ, որ շատ լավ ժամանակն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ ցամաքային սահմանը բացվի։ Այժմ Ադրբեջանից ներկրումներ իրականացնող հայաստանյան ընկերությունները վրացական երկաթուղուն տարանցման սակագին պետք է վճարեն, ինչը էականորեն կարող է ազդել ապրանքների գնագոյացման վրա։ Ընդ որում Գևորգ Պապոյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ բեռների տարանցման համար վրացական կողմի առաջարկած նախնական գինը համեմատաբար բարձր, ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են։ Վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան։ Վարչապետ Փաշինյանը վերջերս անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնին ասել էր, որ եթե հարցերը չկարգավորվեն, ապա տրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու համար։ Ըստ էության նախարար Պապոյանն այսօր փակագծեր բացեց այդ այլընտրանքի մասին։ Ինչ որ երկաթուղով գալիս է մինչև դեպի Հայաստանի սահման եւ այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ ու Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանով գա։ Իմ կարծիքով դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Եվ իմ տպավորությամբ բիզնեսներն են պատրաստ դրան։ Գևորգ Պապոյանն ասաց, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի այս առաջարկին, ապա կարող են փոխադարձ առևտրի այդ եղանակին անցնել։ Մինչ Բաքվից կարձագանքեն Երևանից հնչած առաջարկին, Հայաստանում արդեն երկրորդ օրն է վաճառվում է Ադրբեջանից գնված բենզինը։ Ադրբեջանական վառելիքը գնաց ընկերություններից մեկը իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդը այսօր Ազատությանը փոխանցեց, որ սակագնի իջեցման պատճառով բենզինի իրենց վաճառքը կտրուկ աճել է։ Ռանոյլը, որ Սիլ կոնցեռնի կազմում է, ադրբեջանական պրեմիում տեսակի 1 լիտր բենզինը 520-ի փոխարեն 2 օր է վաճառում է 430 դրամով։ Կարող եմ փաստել, որ նախկինի համեմատ վաճառքի ծավալներն արդեն քառապատկվել են, ասաց Կարեն Հայրյանը, նշելով, որ ինչպես եւ սպասվում էր, ապրանքի ծագումը որոշիչ ազդեցություն չի կարող թողնել։ Գնեք ադրբեջանական բենզին։ Ոչ։ Որն է պատճառը։ Անունը արդեն։ Չէ։ Ինչու։ Որտեղ ադրբեջանական է։ Թեև ընդդիմադիր մի շարք գործիչներ կոչ էին արել բոյկոտել ադրբեջանական վառելիքը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս համոզված է, բենզինի ադրբեջանական ծագումը չի կարող վաճառքի համար խանգարող հանգամանք լինել։ Պապոյանն ընդգծում է, շուկայում ամենալավ վաճառք ունեցող հագուստի խանութների մեջ առաջատար տեղ ունեն թուրքական բրենդները։ Հնարավոր է, որ այս գործոնը ադրբեջանականի վնաս հասցնի, օրինակ բենզին ներկրած ընկերությանը, թե այն կարծում եք կվաճառի, քանի որ էժան է։ Ես իրական գիտեմ հերթի տակ վաճառում են։ Հնարավոր չի։ 3 հոգի դրա մասին գրում է, 300 հոգի էլ գնում է, որպեսզի 90 դրամով էժան բենզին խառնի։ Ադրբեջանական բենզինի ներկայիս ցածր սակագնի վրա իհարկե էապես ազդել է Վրաստանի տարածքով վառելիքի մեկ անգամյա անվճար տարանցումը։ Թե ինչ գինք սահմանի վրացական երկաթուղին հաջորդ բեռնափոխադրման համար այս պահին անհայտ է։ Մեգատրեյդի տնօրենն ասաց, որ դեռևս վրացական կողմից պաշտոնական գնահատառաջարկ չեն ստացել։ Եթե Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդը բացահայտ հայտարարում է, թե որտեղ եւ ինչ գնով է վաճառում Ադրբեջանից գնված 600 տոննա բենզինը, ապա մյուս 600 տոննան ներկրած կազմակերպությունը Shisha World-ը դեռ լռություն է պահպանում։ Հանրությանն անհայտ է ինչ սակագնով եւ որտեղ է իրացվում ադրբեջանական բենզինն այս ընկերությունը։ Shisha World-ը պատկանում է 24-ամյա մի երիտասարդի Սամվել Մկրտչյանին, ով գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Թե ինչպես է հաջողվել վառելիքի շուկայում անհայտ այս ընկերության 24-ամյա սեփականատիրոջը ադրբեջանական բենզին ներկրել պարզ չէ։ Ես մի բան կասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է օդից կախված, որ ցույց տա ինքը մերետ չի, բայց մերետ է։ Դու իզուր յանչ չէ։ Սամվել Ալեքսանյանը, որ մշտապես լավ հարաբերություններ է ունեցել իշխանությունների հետ, ընդ որում թե նախկին եւ թե ներկա, առայժմ որևէ կերպ չի արձագանքել իր անվան հետ կապվող այս գործարքին։ Նրա աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, վստահեցրեց, թե ադրբեջանական բենզինի ներկրման հետ Ալեքսանյանը կապ չունի, թեև գնորդը նրա բարեկամն է։
Ազատության տեղեկություններով, սակայն, չի բացառվում, որ Shisha World-ը ադրբեջանական վառելիքի վաճառքը այլ կազմակերպության միջոցով իրականացնի, այսինքն վերավաճառի բենզինը։ Մեգաթրեյդի տնօրենը փոխանցեց, որ այս պահին վաճառում են իրենց ներկրածը, բայց եթե մյուս ներմուծողը ցանկանա իրենց վերավաճառել վառելիքը եւ դա ձեռնտու գործարք լինի, ապա որևէ խնդիր չեն տեսնում։ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին եւ այդ պատրաստակամությունը արտահայտվել է, այդ գնացքը եկել է եւ հայտնվել է շուկայում։ Մինչ Հայաստանում ակտիվ քննարկվում է ադրբեջանական բենզինի վաճառքը եւ հնարավոր այլ ապրանքների ներկրումը, վարչապետ Փաշինյանը չի բացառում, որ առաջիկայում Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը, Փաշինյանը չմանրամասնեց։ Ադրբեջանից դեպի Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Իսկ ինչ կարող է արտահանել Հայաստանը դեպի Ադրբեջան։ Ազատության այս հարցինի պատասխանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ կան ապրանքներ, գյուղատնտեսական ապրանքներ, ալյումինի փայլատիթեղ, ոսկեազարդեր, ֆերոմոլիբդեն, ձկնամթերք եւ այլն։ Կարծում ենք, որ կան ապրանքներ, որոնք որ ադրբեջանական շուկան դրանց կարիք ունի։ Եվ եթե մեր գործարար շրջանակը կարողանա մրցունակ գին առաջացնել, ես կարծում եմ, որ անտրամաբանական կլինի, որ ադրբեջանական կողմը դրանից հրաժարվի։ Կան արդեն կոնկրետ պայմանավորվածություններ Հայաստանից Ադրբեջան արտահանվելիք ապրանքների շուրջ։ Գևորգ Պապոյանն ասաց, որ երբ ադրբեջանական կողմը կոնկրետ հայտարարություն կանի, դրան նոր կհետևի հայկական կողմի հաստատումը։